Ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկում է ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորվում է կառավարության որոշմամբ հաստատված ցանկի մեջ առկա արդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին տրամադրել ռազմամթերք, զենք եւ ռազմական նշանակության ապրանքներ։ Ռազմարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։ Ռազմարդյունաբերության ոլորտի արդյունավետ զարգացման համար պետք է ապահովել համապատասխան օրենսդրական հենք։ Նախագծով ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքը լրացվում է նոր 4.1 գլխով, որը սահմանում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն կառավարության համար, որով նա կարող է որոշել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով։ Նախագծով նաև սահմանում է, որ այդպիսի գործարքների իրականացումը կատարվի լիազորված մարմնի միջոցով կառավարության որոշման հիման վրա։ Արդյունքում ակնկալվում է հասնել տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնման, պետական ռեսուրսների նպատակային կիրառության, ռազմարդյունաբերության ոլորտում նորարարության խթանման, պաշտպանական անկախության աստիճանական խորացման։ Նախագիծը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ եւ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրային դրույթներից, մասնավորապես ռազմարդյունաբերական ներուժի զարգացում, արտադրական շղթայի ամբողջական ապահովում եւ տեղական հնարավորությունների ընդլայնում։ Նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։ Մխիթար Հայրապետյանը որպես հարակից զեկուցող պարզաբանում է, հրատապ ռեժիմով նմանատիպ հարցերի քննարկումն իհարկե նախընտրելի մոտեցում չէ, միայն թե կա նախատեսված ժամկետներում աշխատանքը պատշաճ չկատարելու ռիսկ, ուստի գործընթացն առավել արագ իրականացնելու համար իրավական հենք է հարկավոր, որն էլ համապատասխան լիազորող նորմի առկայությունն է։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ, զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով, հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով, այսինքն մի քանի նպատակ է ունեցել այս օրինակ նախագծի հիմքում դրված եւ մեխանիզմ ստեղծելու համար։ Արտահերթ ելույթում Հակոբ Արշակյանն առիթն օգտագործելով կիսվում է իր մտահոգությամբ, առաջարկելով ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանում քննարկել։ Առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների շարունակականությունը, ինչպես նաեւ զարգացման շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով, անկախ քաղաքական որոշումներից, անկախ տարբեր տեսակի փոփոխություններից, ռազմարդյունաբերողները իմանան, որ տարիներ շարունակ իրենք ունենալու են իրենց հատկացված բյուջեի մի կտորը, որը սահմանված կլինի կոնկրետ իրավական փաստաթղթով։ 59 կողմ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։